Լոս Անջելեսում բացահայտվել է խարդախության հերթական խոշոր դեպքը, հանցավոր խմբի կազմում նաև ազգությամբ հայեր են եղել։ Արդարադատության նախարարությունը 11 մարդու է ձերբակալել, նրանք գողացել են հիմնականում տարեց զոհերի անձնական տվյալները եւ օգտագործել դրանք վարկ ստանալու համար։ Խարդախները գրավ են դրել զոհերի սեփական տները, նրանք կեղծել են բանկային հաշվետվություններ եւ փաստաթղթեր։ Հանցագործները փորձել են գողանալ 17.4 միլիոն դոլար, հաջողվել է յուրացնել մոտ 6 միլիոն դոլարը։ Հանցավոր խումբը գործել է Լոս Անջելեսում եւ Կալիֆոռնիայի այլ վայրերում։ Տուժածների գույքը գտնվում է Սանտա Մոնիկայում, Հոլիվուդում, Հոլիվուդ Հիլզում, Վեսթվուդում եւ Չայնաթաունում։ Բոլոր ձերբակալվածները կանգնելու են դաշնային դատարանի առաջ, նրանցից մեկը Իրանի քաղաքացի է եւ ենթակա է արտաքսման։ Նրանք մեղադրվում են համացանցող խարդախության եւ փողերի լվացման մեջ, յուրաքանչյուր մեղադրանքով նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։ Ձերբակալվածների թվում են նաեւ Հոլիվուդի, Հյուսիսային Հոլիվուդի, Կորեաթաունի եւ Գլենդելի բնակիչներ։ Դաշնային իշխանությունները շարունակում են գործի քննությունը։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Պարսից ծոցի երկրները ուղղակիորեն պատերազմի մեջ մտնելու վտանգի առաջ։ Արդյոք Իրանն է խոցել ամերիկյան գերժամանակակից կործանիչը։ Պենտագոնը լրացուցիչ 200 միլիարդ դոլար է պահանջում։ Որս առաջնորդների հետևից, ինչ ռիսկեր է պարունակում Իսրայելի մարտավարությունը։ Մանկական դեղամիջոցում օտար մարմիններ են հայտնաբերվել։ Ձեր հարկային վճարները կարող են գողանալ, արդեն հերթական դեպքերն են գրանցվել Լոս Անջելեսում։ Լոս Անջելեսի ծնողները պատրաստվում են պլան B-ի, ուսուցիչների գործադուլի դեպքում։ Սեզար Չավեսի անունը հանվում է պատմության դասագրքերից։ Հետաքրքիր նորություններ կան մեր ֆեյսբուքյան էջում։ Թրամփը ոսկու մեջ, նախագահը սեփական պատկերով մետաղադրամ է թողարկում։ Նոր տվյալներ արհեստական բանականության պատճառած վնասների մասին եւ պարող ռոբոտը Հայդիլաո ռեստորանում։ Այսքանը թողարկման առաջին հատվածում, երկրորդ հատվածում բացահայտելու ենք ԱՄՆ հերթական նահանգի հետաքրքիր մանրամասները։ Ամերիկայի մեքենաշինության հայրենիքը, հարյուրավոր քաղցրահամ լճերի կենտրոնը, նահանգ, որտեղ պիցցան ոչ թե կլոր է, այլ քառակուսի։ Մի խոսքով, անհավանական փաստերի մի ամբողջ փունջ եւ ընդամենը մեկ անուն՝ Միչիգան։ Այս թողարկման շրջանակում հենց այս նահանգն է հայտնվել Մանու Հարությունյանի խոշորացույցի տակ։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ եւ ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենակննարկվող, ամենակարևոր ու ամենահետաքրքիր թեմաները պարզ ու հասկանալի ձևով։ Ձեր ակտիվությունը լայքերի եւ կոմենտների միջոցով մեզ համար պարզապես թվեր չէ, դա աջակցություն է, վստահություն եւ մեծ մոտիվացիա առաջ շարժվելու համար։ Իդեպ, եթե ունեք բիզնես Ամերիկայում եւ ցանկանում եք ձեր ծառայությունները կամ ապրանքները ներկայացնել հայկական լայն լսարանին, մենք բաց ենք համագործակցության համար։ Glendale News-ը փնտրում է հովանավորների եւ գործընկերների, որոնք ցանկանում են աճել մեր համայնքի հետ միասին։ Մանրամասների համար կարող եք կապ հաստատել գրելով մեր Facebook-յան կամ Instagram-յան էջին։ Իսկ հիմա անցնենք այսօրվա ամենակարևոր թեմաներին։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի սկսած պատերազմը շարունակվում է, ի պատասխան իրեն հասցված հարվածների, Իրանը հարվածում է ծոցի երկրների էներգետիկ եւ քաղաքացիական օբյեկտների։ Միացյալ Էմիրությունները ամենաշատն է տուժել հարձակումներից, իրանական ուժերը կիրառում են դրոններ, բալիստիկ հրթիռներ եւ թևավոր հրթիռներ։ Կաթարում նույնպես գրանցվել են քաղաքացիական հարվածներ։ Իրանական հարվածները ստիպել են ծոցի երկրներին ընտրություն կատարել, նրանք պետք է որոշեն միանալ պատերազմին, թե ոչ, ընդ որում իրանական կողմը հայտարարել է, որ օգտագործում է իր ուժի միայն մի մասը։ Ծոցի երկրների դիվանագետները հանդիպել են ԱՄՆ կոնգրեսի անդամների հետ, նրանք պահանջել են զենքի արագ մատակարարումներ։ Այսքանով հանդերձ ծոցի երկրները չեն ցանկանում մասնակցել լայնամասշտաբ պատերազմի, նրանք ձգտում են հակամարտության շուտափույթ ավարտին։ Իրանի օդային տարածքում արտական թռիչք կատարող ամերիկյան F-35 Lightning II կործանիչը վթարային վայրէջք է կատարել։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ օդաչուի վիճակը կայուն է։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ ինքնաթիռը վթարային վայրէջքի է գնացել իրանական հրթիռների հարվածից հետո։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Եթե հաստատվի, սա կլինի F-35-ի խոցման առաջին դեպքը Իրանի կողմից։ Այս կործանիչի արժեքը $100 միլիոն է։ Ընդհանուր առմամբ, էպիկական զայրույթ գործողության ընթացքում ԱՄՆ-ն արդեն 4 ինքնաթիռ է կորցրել։ 3 F-15-ի կործանիչներ սխալմամբ խոցել է Քաթարը, իսկ Իրաքի տարածքում վթարվել է KC-135 լիցքավորող ինքնաթիռը։ Qatar Energy ընկերությունը հայտնել է, որ Իրանի հարվածների արդյունքում Քաթարը կորցրել է իր արտահանման հզորության 17%-ը։ Այս իրավիճակը խաթարելու է Եվրոպայի եւ Ասիայի գազի մատակարարումները։ Պատերազմի պատճառած վնասների վերացման համար մոտ 5 տարի կպահանջվի եւ հսկայական ներդրումներ։ Շատ փորձագետներ մտավախություն ունեն, որ նույնիսկ պատերազմի ավարտից հետո էներգակիրների գները միանգամից չեն իջնի նախկին մակարդակին։ Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Իրանի գազային հսկա հարավային Փարս հանքավայրին։ Ի պատասխան Իրանը շարունակել է հարվածները ծոցի երկրների էներգետիկ կայանների վրա, մասնավորապես թիրախավորելով Քաթարի գազային ենթակառուցվածքները։ Թրամփը սպառնացել է մասսայաբար պայթեցնել Իրանի գազային հանքավայրը, եթե Թեհրանը նորից ռմբակոծի Քաթարը, բայց դա Իրանին հարվածներից հետ չէր պահել։ Պենտագոնը կոնգրեսից $200 միլիարդ է պահանջելու գումարը նախատեսված է Իրանի դեմ պատերազմի համար։ Պաշտպանության նախարարը հաստատել է լուրերը։ Հեքսեթը հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն է տեսնում վատ տղաներին ոչնչացնելու համար փող է պետք, ասել է նա։ Նախարարը խոսել է նաև ապագա անելիքների մասին։ Զինվորականները վստահ են իրենց գործողությունների անհրաժեշտության մեջ։ Ամերիկյան վարչակազմը պատրաստվում է երկարատև հակամարտության, կոնգրեսում սպասվում են լուրջ բանավեճեր այս գումարի շուրջ։ $200 միլիարդ միայն սկիզբն է լինելու, հնարավոր է հետագայում ավելի մեծ գումարներ պահանջվեն։ Այդ մասին հայտարարել է նաև Թրամփը։ Հիշեցնենք, որ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների պատերազմի մեկ օրվա արժեքը ԱՄՆ-ի համար կազմում է մոտ $1 միլիարդ։ Լրացուցիչ $200 միլիարդ պահանջելը արդեն երկարատև պատերազմի պատրաստվելու հստակ նշան է։ Իսրայելը սպանում է Իրանի բարձրաստիճան առաջնորդներին, սակայն այս ռազմավարությունը ունի հետադարձ հետևանքներ, այն տալիս է միայն ժամանակավոր հաղթանակներ։ Իրանի հոգևոր առաջնորդը սպանվել է, նրան փոխարինել է որդին Մոջթաբան, որը համարվում է ավելի անզիջում առաջնորդ։ Բենյամին Նեթանյահուն ցանկանում է թուլացնել Իրանը, սակայն արդյունքը կարող է լինել քաոսը։ Լիբիայում սպանությունները բերեցին ավելի մեծ անկայունության։ Փորձագետները զգուշացնում են, որ առաջնորդներին թիրախավորելը կարող է ավելի կատաղի դարձնել նրանց հետևորդներին։ Մյուս կողմից էլ աճում է վտանգը, որ Իրանն էլ կսկսի թիրախավորել թշնամի երկրների առաջնորդներին, օգտագործելով նաև իր մեծ գործակալական ցանցը, իսկ դա նշանակում է պատերազմ տասնյակ երկրներում։ Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Իրանի դեմ հարվածներին։ Լրագրողի հարցին, թե ինչու դաշնակիցները չեն տեղեկացվել, Թրամփը հիշեցրել է 1941 թվականի Փերլ Հարբորի հարձակումը, ապա կատակել է Ճապոնիայի վարչապետի հետ, հարցնելով, թե ինչու ժամանակին էլ Ճապոնիան չի տեղեկացրել ԱՄՆ-ին Փերլ Հարբորի վրա հարձակվելու մտադրության մասին։ Թրամփը պարզաբանել է, որ Իրանի դեմ գործողություններում անակնկալի գործոնը կենսական է։ Նրա խոսքով դրա շնորհիվ պատերազմի առաջին 2 օրում ոչնչացվել է Իրանի պաշտպանական հզորության կեսը։ Նախագահը սակայն նշել է նաև, որ Իրանի ռազմական ուժի զգալի մասը դեռ պահպանվում է եւ պատերազմը կարող է երկարաձգվել, պահանջելով լրացուցիչ միջոցներ։ Ամենատարածված մանկական դեղամիջոցներից մեկը կարող է լինել խիստ վտանգավոր առողջության, անգամ կյանքի համար։ ԱՄՆ սննդամթերքի եւ դեղերի վարչությունը հետ է կանչել 90,000 շիշ մանկական իբուպրոֆեն։ Պատճառը դեղի մեջ առկա օտարմարմիններն են։ Գնորդները նշել են ժելեանման զանգվածի եւ սև մասնիկների առկայության մասին։ Մասնագետները հաստատել են, որ դրանք վտանգավոր են։ Վարչությունը այս դեպքը գնահատել է որպես երկրորդ դասի հետկանչ, այն նշանակում է առողջությանը ժամանակավոր վնաս հասցնելու հավանականություն։ Օգտագործումը կարող է առաջացնել ժամանակավոր կամ բժշկական առումով դարձելի առողջական հետևանքներ, նշված է զեկույցում։ Խնդրահարույց իբուպրոֆենը վաճառվել է 120 մլի տարողությամբ շշերով։ Հայտնի է նաև կոնկրետ խմբաքանակների համարները, խոսքը 72, 61, 973A եւ 72
261-974A համարների մասին է։ Դեղի պիտանելիության ժամկետը լրանում է 2027 թվականին։ Դեղամիջոցը պետք է անհապաղ դադարեցնել օգտագործել, քանի որ այն կարող է ռեալ վտանգ ներկայացնել երեխայի առողջության համար։ Բևերլի Հիլզի ոստիկանությունը զգուշացնում է նոր վտանգի մասին։ Խարդախները գողանում են ներքին եկամուտների ծառայությանն ուղղված չեկերը։ Հանցագործները փոխում են չեկի տվյալները, այնուհետև նրանք գումարը փոխանցում են իրենց հաշվին։ Տուժածները հաճախ ուշ են իմանում այդ մասին։ Ոստիկանության հայտարարության մեջ ասվում է, տուժածները այս մասին իմացել են մի քանի ամիս հետո։ Նրանք ստանում են ծանուցում հարկային վճարումը չստացվելու մասին։ Այդ պահին գումարն արդեն իսկ կանխիկացված է լինում։ Գողացված միջոցները գրեթե անհնար է վերադարձնել։ Այդ գումարը սովորաբար վերջնական կորած է, ընդգծում են իշխանությունները։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում վճարումներն անել առցանց կազմակերպության պաշտոնական կայքում։ Ցանցային վճարումները զգալիորեն նվազեցնում են գողության ռիսկը։ Եթե այնուամենայնիվ թղթային չեկ է ուղարկվում, պետք է ստուգել հաշվետվությունները, քաղաքացիները պարբերաբար պետք է հետևեն իրենց բանկային գործարքներին։ Կասկածելի ցանկացած քայլի դեպքում պետք է անհապաղ զեկուցել ոստիկանությանը։ Հարկային սեզոնին խարդախությունները դառնում են ավելի հաճախակի, օրենքի պահապանները հորդորում են լինել շատ ուշադիր, ընդ որում չի բացառվում, որ խարդախության փորձեր լինեն նաև այլ շրջաններում։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանի աշխատակիցները գործադուլի են պատրաստվում ուսուցիչների եւ անձնակազմի 3 արհմիություն որոշել են գործել միասին։ Դպրոցները կփակվեն ամբողջ տարածաշրջանում, 100 հազարավոր ծնողներ շտապում են փնտրել խնամքի այլ տարբերակներ։ Արհմիությունը պահանջում է աշխատավարձի 17% բարձրացում, ինչպես նաև ներդրումներ դպրոցաշինության մեջ։ Պահանջների թվում է 700 աշխատակցի կրճատումներից հրաժարումը։ Դպրոցների փակումը երեխաներին զրկում է նաև սննդից։ Ուսանողների 80%-ը ապրում է աղքատության շեմին։ Նրանց համար սնունդը կախված է դպրոցից։ Իրավիճակը Լոս Անջելեսի դպրոցներում մնում է գելլարված եւ անկանխատեսելի։ Ծնողները շարունակում են որոնել պլան B-ն, ինչ անել, եթե ուսուցիչները երկարատև գործադուլի դիմեն։ Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը վերանայելու է ուսումնական ծրագիրը։ Պատճառը Սեզար Չավեսի մասին սեռական ոտնձգության մեղադրանքներն են։ Սա նոր սկանդալ է Լոս Անջելեսի կրթական համակարգի համար։ Փոփոխություններ կլինեն նաև կրթական ծրագրերում, դասագրքերում շեշտը դրվելու է գյուղատնտեսական շարժման, այլ ոչ թե մեկ անհատի կերպարի վրա։ Լոս Անջելեսի քաղաքապետը նախատեսում է փոխել տոնի անունը, այն կդառնա գյուղատնտեսական աշխատողների օր։ Չավեսի անունը կրում են շատ փողոցներ, դպրոցներ եւ հաստատություններ։ Դրանց թվում են Էլ Սերենոյի տարրական դպրոցը եւ Սան Ֆերնանդոյի ակադեմիան։ Ներկայումս քննարկվում է դրանք բոլորն անվանափոխելու հարցը։ Սկանդալային բացահայտումների հեղինակ ակտիվիստ Դոլորես Հուերտան 95 տարեկան է եւ գործը բացահայտել է վերջերս։ Նա իր պատմությամբ կիսվել է New York Times-ի հետաքննություններից հետո։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ են հրապարակված մեր սոցցանցերում։ ԱՄՆ Գեղարվեստի հանձնաժողովը հավանություն է տվել ոսկյա մետաղադրամի նախագծին, այն նվիրված է ԱՄՆ 250-ամյակին։ Մետաղադրամի վրա պատկերված է Թրամփի դիմանկարը օվալաձև աշխատասենյակի ֆոնին, մի կողմում նշված է 1776, մյուսում 2026 թվականը։ Ոսկյա այս նախագիծը պետք է ստանա նաև Գանձապետարանի հաստատումը։ Հանձնաժողովի մի շարք անդամներ դեմ են եղել այս որոշմանը, բայց վերջնական որոշումը կայացնում է Գանձապետարանի քարտուղարը։ Սա Թրամփի առաջին առնչությունը չէ մետաղադրամների հետ։ Այս ժամկետում նա արդեն թողարկել է իր մեմ մետաղադրամը, այն կոչվում է Թրամփ։ Այս նոր ոսկյա մետաղադրամը 24 կարատանոց է, այն առանձին նախագիծ է շրջանառվող մետաղադրամներից բացի Թրամփի կերպարը ազգային խորհրդանիշների մեջ ներառելու փորձերը շարունակվում են, դա առաջացնում է ինչպես աջակցություն, այնպես էլ քննադատություն։ Արհեստական բանականությունը տեքստերը դարձնում է անհետաքրքիր, միանման ու կրկնվող։ Հետազոտության մասնակիցները գրել են փողի եւ երջանկության մասին։ Այն օգտատերերը, որոնք շատ են օգտվել տեխնոլոգիայից, ստացել են չեզոք պատասխաններ, իսկ ինքնուրույն գրված տեքստերը եղել են շատ ավելի հաջողված։ Ապացուցվել է, որ AI-ը ոչ միայն տեխնիկական սխալներ է ուղղում, այլև ձևակերպումներին ու բառապաշարին ակամա միանման դարձնելով տեքստերը։ Ըստ հետազոտողների, պատճառը այն է, որ AI-ը փորձում է գոհացնել օգտագործողին, հարմարվելով
հետևելով նրա նախընտրություններին։ Մարդկային բնական ոճը պահպանելու համար գիտնականները խորհուրդ են տալիս գրել ինքնուրույն։ Կալիֆոռնիայի Հայդիլաու ռեստորանում ռոբոտը դուրս է եկել վերահսկողությունից, այն պարելու փոխարեն սկսել է ջարդել սպասքը։ Հաճախորդները հայտնվել են անհարմար ու վտանգավոր իրավիճակում, 3 մատուցողներ փորձել են զսպել ագրեսիվ ռոբոտին, ինչը դժվարությամբ է հաջողվել։ Ռեստորանային ցանցը հայտարարել է, որ սարքը չէր փչացել կամ կառավարումից դուրս չէր եկել։ Նրանք բացատրել են, որ շարժումները եղել են նախապես ծրագրված, սակայն դրանք տեղի են ունեցել շատ նեղ պայմաններում։ Մասնագետները կարծում են, որ խնդիրը եղել է անվտանգության կոճակի բացակայությունը, մատուցողները չեն իմացել, թե ինչպես անջատել ռոբոտը։ Սա փակ տարածքում ռոբոտների մասնակցությամբ հերթական միջադեպն է։ Սակայն այդ ռոբոտների ռեստորանից դուրս գալու եւ դրսում միջադեպեր ստեղծելու դեպքեր դեռ չեն արձանագրվել։ Լրահոսից ահա այսքանն էինք առանձնացրել այսօրվա համար, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Ցանկանում եք իմանալ, որն է ամերիկյան ավտոմոբիլաշինության կենտրոնը, հազարավոր լճերով ու լճակներով հռչակված ու ամենաերկար քաղցրահամ ափագիծն ունեցող նահանգը։ Իսկ եթե ավելացնեմ, որ հենց այս նահանգում են ծնվել երաժշտության մի շարք համաշխարհային աստղեր, շատ չտանջը Միչիգանի մասին է պատմելու Մանուն, այնպես որ առաջիկա րոպեներին հետաքրքիր շատ փաստեր եք լսելու։ Բարև ձեզ։ Միչիգանը ԱՄՆ-ում միակ նահանգն է, որը բաղկացած է 2 մեծ թերակղզիներից։ Այս նահանգի ցանկացած կետում գտնվելով դուք կարող եք ամենաշատը 6 մղոն հեռու քաղցրահամ ջուր գտնել, շատ դեպքերում մի ամբողջ լիճ։ Այս նահանգում գրանցված թունավորման ամենամեծ դեպքն էլ կապված էր հենց ջրի հետ։ Այն վտանգի տակ էր դրել միանգամից հազարավոր բնակիչների կյանքն ու առողջությունը։ Այս նահանգն ունի աշխարհում ամենաերկար քաղցրահամ ափագիծը։ Սա բացառիկ աշխարհագրական անոմալիա է։ Քաղաքական դաշտում Միչիգանը վճռորոշ դեր ունի։ 2024 թվականին գործող նախագահ Դոնալդ Թրամփը կարևորագույն հաղթանակ տարավ հենց այստեղ։ Տնտեսապես Միչիգանն առանձնանում է ավտոմոբիլային աներևակայելի մենաշնորհով, որը շարժիչ ուժ հանդիսացավ ամբողջ ԱՄՆ արդյունաբերության պատմության զարգացման համար։ Միջին արևմուտքում գտնվող այս նահանգը ստեղծվել է 1837 թվականին։ Այն հայտնի է իր խստաշունչ ու ցուրտ չափազանց ձյունառած ձմեռներով։ Հակառակ բարձր կենսամակարդակին Միչիգանը համարվում է բավականին էժան եւ մատչելի նահանգ։ Միգրացիոն մեղմ քաղաքականությունը մշտապես աշխատուժ է ապահովել տեղի հսկայական արդյունաբերական գործարանների անխափան աշխատանքի համար։ ԱՄՆ տնտեսության մեջ Միչիգանն ունի մոտ 3% ծանրակշիռ մասնաբաժին, որը գոյանում է ավտոմոբիլաշինության հզորագույն ծավալներից։ Լինելով քաղաքականապես ճոճվող նահանգ, այն գտնվում է ուշադրության կենտրոնում։ Ի տարբերություն թանկարժեք ափամերձ շրջանների, այստեղ բնակարանային շուկան շատ ավելի հասանելի է միջին ամերիկացու եւ բազմաթիվ օտարերկրյա աշխատանքային ներգաղթյալների համար։ Այստեղ են հիմնադրվել արդյունաբերական այնպիսի համաշխարհային հսկաներ, ինչպիսիք են հայտնի Ford, General Motors եւ Kellogg's ընկերությունները։ Նշանավոր վայրերից են Դեթրոյթի արվեստի ինստիտուտը եւ Մակինա կղզին։ Վերջինս առանձնանում է նրանով, որ դեռ 1898 թվականից այնտեղ խստիվ արգելված է մեքենաների երթևեկությունը։ Մարդիկ տեղաշարժվում են բացառապես հեծանիվներով կամ ավանդական ձիակառքերով։ Այս ինդուստրիալ նահանգը տվել է համաշխարհային մեծության բազմաթիվ դեմքեր։ Այստեղ են ծնվել մեքենաշինության լեգենդար մագնատ Հենրի Ֆորդը, փոփ երաժշտության անփոխարինելի թագուհի Մադոննան, հռչակավոր рэփեր Էմինեմը եւ թենիսի աստղերից Սերենա Ուիլյամսը։ Նրանց գործունեությունն ու արվեստը հսկայական պարզապես անգնահատելի ազդեցություն են թողել ոչ միայն Ամերիկայի, այլև ողջ աշխարհի վրա։ Զբոսաշրջիկների համար Միչիգանն իսկական դրախտ է։ Ամենագրավիչ վայրերից են լճափին գտնվող քնած արջի ավազաբլուրները եւ վառ գույներով աչքի ընկնող նկարազարդ ժայռերը։ Բնության սիրահարները պարտադիր այցելում են նաեւ Թահքուամենոնի հորթ ջրվեժները եւ Իսը Ռոյալ ազգային պարկը, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայի ամենամեկուսացված վայրի անկյուններից մեկը։ Գարնանը Հոլանդ քաղաքը վերածվում է գույների ծովի հյուրընկալելով կակաչների հայտնի փառատոնը, որտեղ ծաղկում են միլիոնավոր կակաչներ, հիշեցնելով հեռավոր Նիդերլանդները, Հոլանդիան։ Նահանգի հարուստ անտառներն ու անծայրածիր բյուրեղյա մաքուր լճերը տարվա բոլոր եղանակներին անմոռանալի հանգիստ են ապահովում եւ տեղացիների եւ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած միլիոնավոր ակտիվ զբոսաշրջիկների համար։
Ինչով է առաջինը Միչիգանը։ Արդյունաբերության համաշխարհային պատմությունն արմատապես փոխվեց հենց այստեղ, երբ Հենրի Ֆորդն առաջին անգամ գործարկեց մեքենաների հավաքման հոսքագիծը։ 1846 թվականին Միչիգանն աշխարհում առաջին անգլիախոս տարածքն էր եւ առաջին նահանգը Միացյալ Նահանգներում, որն օրենքով վերջնականապես վերացրեց մահապատիժը սովորական ոչ պետական հանցագործությունների համար։ Ամերիկյան հեռարձակման դարաշրջանի մեկնարկը ևս տրվել է այս տարածաշրջանում։ 1920 թվականին Դեթրոյթում իր աշխատանքը սկսեց երկրի առաջին կոմերցիոն ռադիոկայանը, հայտնի WWJ-ը։ Այս աննախադեպ նորարարությունը մարդկանց հնարավորություն տվեց ուղիղ եթերով լսել նորություններ եւ ժամանցային հաղորդումներ, ընդմիշտ հեղափոխելով տեղեկատվության փոխանցման եւ կապի համաշխարհային ոլորտի հետագա ողջ ճակատագիրը։ Միչիգանը դեռ 1990 թվականին պաշտոնապես ճանաչեց եւ դատապարտեց հայոց ցեղասպանությունը։ Այստեղ բնակվում է չափազանց ակտիվ եւ մշակութային մեծ ժառանգություն ունեցող հայկական համայնք։ Դեթրոյթի կենտրոնում վեր է խոյանում Կոմիտաս վարդապետի հոյակերտ արձանը, որն ամեն օր հիշեցնում է հայ ժողովրդի անկոտրում ոգու եւ նրա պատմության ողբերգական էջերի մասին։ Պատմության ամենամութ էջերն ունի նաև Միչիգանը։ Դրանցից են 1967 թվականի Դեթրոյթի արյունահեղ ու ավերիչ անկարգությունները, որոնք քաղաքացիական պատերազմից հետո մեծությամբ երկրորդ կամ երրորդ բախումներն էին Ամերիկայի ներսում։ Տարօրինակ օրենքներից է կիրակի օրերին մեքենաների վաճառքի խիստ արգելքը։ Նահանգի յուրահատուկ սովորություններից է բալի մեծ փառատոնը, իսկ խոհանոցում բոլորն ուղղակի պաշտում են Դեթրոյթի պիցցան, որը հակառակ բոլոր կանոններին ոչ թե կլոր է, այլ քառակուսի։ Դե ինչ, ավարտին մոտեցավ ոչ միայն մեր հերթական հաղորդումը, այլև հերթական աշխատանքային շաբաթը։ Ձեզ ուրախ հանգստյան օրեր, իսկ մենք կշարունակենք հետևել անցուդարձին, որ հանգստյան օրերից հետո ձեզ ներկայացնենք ամենահետաքրքիրն ու ամենակարևորը։ Կհանդիպենք երկուշաբթի օրը, ինչպես միշտ ժամը 5-ին։ Հաջողություն։